Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Բարև ձեզ արգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները։ Այսօր ես զրուցել եմ վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի հետ, շնորհակալ եմ Արգիշտի մեր հավերն ընդունելու համար։ Ապրիլի 1-ին տեղ ունեցավ Պուտին-Փաշինյան երկկողմ հանդիպումը։ Հետաքրքիր է, որ առաջին անգամ է, ես չեմ հիշում, չգիտեմ դու քո պրակտիկայում գուցե հիշես, որ երկու երկրների ղեկավարներ քննարկում են նրանցից մեկի ներքաղաքական հարցերը։ Պուտինը առաջարկով դիմեց, որ ինքը համարում է, որ լավ կլինի պրոռուսական բոլոր ուժերին հնարավորություն տան ընտրություններին մասնակցել, որում ակնարկեց նրանցից ոմանց բանտում գտնվելը, Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը ազատ, ժողովրդավար երկիր է, բայց Հայաստանում վարչապետ կամ падգամավոր կարող են դառնալ միայն Հայաստանի քաղաքացիներ, Ռուսաստանի քաղաքացիներ չեն կարող։ Ինչ էր այս զրույցը քո գնահատմամբ։ Նայեք, այն ինչ որ քննարկվում է հիմնականում դռների ետևում, այս անգամ քննարկվեց, կարելի ասել, բոլորի աչքի առաջ։ Որովհետև գործընթացները արագանում են։ Եթե առաջ գործընթացները որոշակի, օրինակ նույն Անդրկովկասի հետ կապված պասիվություն կար Ուկրաինայի հետ կապված, այսօր իրանական պատերազմը Ռուսաստանին ստիպում է Անդրկովկասը բաց չթողնել։ Սրանով է պայմանավորված, որովհետև Իրանը գլոբալ առումով Ռուսաստանի համար ունի շատ ավելի կարևոր նշանակություն, քան նույն Ուկրաինայի այդ, այսպես ասած, տարածքները։ Ժամանակին ինքը երկար զբաղված էր Ուկրաինայով, մի քանի ճակատում չէր կարում աշխատել, բայց այսօրվա դրությամբ իրանական պատերազմը ստեղծում է լրիվ նոր, այսպես աշխարհաքաղաքական վիճակ։ Ընդ որում ես իմ կարծիքս ասել եմ վերջերս, որ Ռուսաստանը եթե, այսպես ասած, ավելի քաղաքականապես հնարամիտ գտնվի, ինքը այս իրանական պատերազմը օգտագործելով պետք է փորձի ինչ-որ ձևով դուրս գալ ուկրաինական պատերազմից։ Դա իրան թույլ կտա եւ իր ռեսուրսները, այսպես ասած, ավելի ճիշտ օգտագործել մեկ, երկրորդը այս իրավիճակում լավացնել իր հարաբերությունները Եվրոպայի հետ, առավել ևս այն ֆոնին, որ նկատվում է Եվրոպա-ԱՄՆ բավականին, այսպես ասած, սառեցում, եւ վերջիվերջո այս պատերազմը, որը խլում է իր բազմաթիվ ռեսուրսներ, բայց մինչ օրս չի տվել զգալի արդյունք, այդ գործընթացից դուրս գալ։ Հիմա վերադառնանք նորից ձեր հարցին։ Եվ այս կապակցությամբ ռուսները արդեն բաց տեքստով Հայաստանին հասկացրեցին խաղի կանոնները։ Այն, որ Պուտինը մատնանշում էր, չէ, որ ասենք դուք սա եք ստանում, նա եք ստանում, նա եք ստանում, դա նա էր, որ ուրեմն դուք ինչից կզրկվեք, եթե շարունակեք ձեր քաղաքականությունը։ Ընդ որում նախընտրական փուլում դա ասելը ձեռնտու է։ Գիտեք, Ավելի լավ չէր 1-2 տարի առաջ գործնականում ցույց տային, թե ինչ է կարող զրկվել։ Նայեք, կայսրությունների համար մի քիչ տիրում է այլ իրավիճակ, քան սովորական պետությունների։ Ժամանակային է։ Նայեք, ասենք Հայաստանը չկատարեց այդ պահանջները։ Դրանից ով է տուժելու։ Ակնհայտ է։ Դե ինչա, Մոսկվան է տուժելու։ Մոսկվան է ունենալու խնդիրներ։ Ասենք անցկացնենք պատմական զուգահեռներ։ 1920 թվականը գնում են բանակցություններ։ Հայաստանի Հանրապետություն, այն ժամանակ բոլշևիկյան Ռուսաստանի հետ։ Չիչերինը, Կարախանը, հայկական
հայկական պատվիրակության առաջ դնում էին ինչ-որ, այսպես ասած, խնդրանքներ, հետո պահանջներ, հայկական կողմը չէր կատարում, հետո ով տուժեց արդյունքում, կարճ ժամանակ հետո Հայաստանի Հանրապետություն չեղավ։ Նիկոլ Փաշինյանը վերջերս վերհիշելով, որ վերջի վերջով Մոսկվայի քաշային կարգը շատ ավելի բարձր է, Պուտինի հետ հանդիպման ժամանակ, այսպես ասած, հավանաբար, ես հասկանում եմ ինչի ինքը գնաց այդ քայլին, դա ինքը դրանով փորձեց լուծել ներքաղաքական խնդիրներ, այսինքն, որ Պողոսներին ցույց տա, որ նայեք Նիկոլը մատ է թափ տալիս ցարի վրա, ուղղակի Պողոսները մոռացել են, որ Նիկոլը նույն ձևով 2020 թվականի պատերազմից առաջ մատ էր թափ տալիս Ալիևի վրա, սպառնում էր անգամ, որ Ադրբեջանը կկազմակերպեմ, թե ինչ տեղի ունեցավ դրանից հետո շատ տխուր էր, ուղղակի Պողոսների երեխաները պառկեցին, չէ՞ նաև եռապլուտում, Պողոսները դա մոռացել են, այն ժամանակ էլ չէ Պողոսները հրճվում էին, Նիկոլը գնաց Ստեփանակերտում սենց հայտարարեց միտինգի ժամանակ եկավ ստեղ բանի ուրեմն Ալիևին մատ տապ տվեց, ասես նա ինչ կանեմ, մեր Նիկոլն է, հիմա նույն ձևով Պողոսները հրճվում են, որ Նիկոլը ցարի վրա մատ է թափ տալիս, մոռացել են 2020 թվականի առաջ պատերազմից առաջ իրադարձությունները։ Ես բազմաթիվ անգամ բացատրել եմ խելացի ղեկավարը ոչ թե այտենց մատ թափ տվողն է ու վերջում որ քո զավակներին, քո ժողովրդին պարկասնում ես եռաբլուրներում, այլ որ հակառակը դու զերծ ես պահում դրանից, դու կարողանում ես ապահովել քո պետության ազգի անվտանգությունը ու բարեկեցությունը։ Հիմա նայեք, ասենք նույն ձևով, ուրեմն ասենք այսօրվա դրությամբ ռուսական կողմը մատնանշում է, չէ, որ վերջի տարվա ընթացքում ապրանքաշրջանառությունը կրկնակի նվազել է, ճիշտ է։ Ով է դրանից տուժել։ Հիմա ես կոմերսանտի մեկնաբանությունը ընթերցեմ, որը կարճ վերնագրային ասում է Փաշինյան-Պուտին հանդիպման մասին, ասում է դա տպավորիչ խոսակցություն էր, որը բացառված չէ կավարտվի նրանցից մեկի համար։ Նրանցից մեկի վերջը կլինի, վերջի սկիզբն է դրվում։ Նայեք, դա էլ մյուս հակառակ բանն է ռուսական քարոզչությունը։ Դա ռուսական քարոզչություն է։ Հիմա ինչ կարող է Ռուսաստանը անել, որ Նիկոլ Փաշինյանը վերջը գա։ Նայեք, ես ձեզ մի բան ասեմ, էլի։ Նիկոլ Փաշինյանից առաջ կտուժի Հայաստանի Հանրապետություն։ Ես էդ էի ուզում ասել, այսինքն իրենք հույս ունեն, որ Նիկոլ Փաշինյանը այնպիսի գործիչ չի, որը Հայաստանը ավերի կտանի, բայց կարծում եմ սխալվում է։ Ուրեմն միանշանակ Փաշինյանը կավիրի Հայաստանը, բայց կփչացնի հարաբերությունը Ռուսաստանի հետ։ Նայեք, 2020 թվականի այդ Նիկոլ Փաշինյանի պորոտախոսություններից հետո Նիկոլ Փաշինյանը կարողացավ պահել իշխանությունը։ Հայությունը կորցրեց Արցախը, 5000 երեխա պառկեց եռաբլուրում, ճիշտ է։ Բայց Նիկոլը կարողացավ պահել իշխանությունը։ Հիմա այս պարագայում էլ այնպես չի, որ Նիկոլ Փաշինյանը սրա արդյունքում կկորցնի իշխանությունը։ Առավել ևս Ռուսաստանը Հայաստանի ներսում օպերացիոն լուրջ համակարգ չունի։ Ի տարբերություն, ասենք, եվրոպական կառույցների արևմտյան բլոկի։ Դա պետք է հասկանալ, վերջի վերջո, գիտեք, ամեն իրերը պետք է կոչել իրենց անունով, ես էլ քանի որ ուրեմն վերլուծաբան եմ եւ որևէ մեկի շահերը սպասարկելու ցանկություն չունեմ, եկեք ուղիղ վերհիշենք։ Նույն ձևով Պուտինը 2018-ին զանգել եւ համարյա շնորհավորում էր Կարեն Կարապետյանին։ Կարեն Կարապետյանը կարողացավ պահել իշխանությունը։ Չէ, չկարողացավ պահել իշխանությունը։ Ինչա Պուտինը ասենք քիչ է,
փորձել նույնը ասենք Մոլդովայում ասենք որ իրենց ուզած տեխնացուները հաղթեն, չէ, Սանդուն կարողացել է եվրոպական կառույցների օգնությամբ հաղթել։ Թողնենք մի կողմ, որ մոլդովացի շարքային քաղաքացին դրանից ոչ թե օգտվել, այլ տուժել է։ Ուկրաինայում երկու անգամ շտորավորեց մեկին երրորդ փուլով, չգործող երրորդ փուլով ուրիշ մարդ հաղթեց։ Ուզում է Ուկրաինան, այո, հիշել դուք ավելի առաջանցակ։ Կոմերսանտի ու պրոկրեմլովյան քարոզիչների նման ձևակերպումները դա չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանը միանշանակ կպարտվի։ Հայաստանը կպարտվի։ Չէ, դրա համար ես տարանջատում եմ։ Այո, իրանք Հայաստանի համար կարող են ստեղծել շատ լուրջ խնդիրներ։ Իրանք շարքային հայի համար կարող են ստեղծել լուրջ խնդիրներ։ Բայց Նիկոլ Փաշինյանը կարող է նույն ասենք եվրոպական տարբեր կազմակերպությունների, այդ որ հիմա լծվել են Հայաստան, որ օժանդակեն Նիկոլ Փաշինյանին ընդդեմ հիբրիդային պատերազմի, մոռանալով, որ նույն Եվրոպայի արածը դա հիբրիդային դասական պատերազմ է երկրում, որովհետև դրանով դու սահմանափակում ես երկրի սուվերենությունը։ Թողեք շարքային քաղաքացին ընտրի, իսկ ինչի պետք է ինքը ձեզ ընտրի։ Ինչու պիտի պրոռուսական ուժ չընտրի, այսինքն դա ով է որոշել։ Չէ, դա հենց է, դա հիբրիդային դասական պատերազմը եվրոպացիների կողմից։ Իբր պայքարելով ռուսական հիբրիդային պատերազմի դեմ, իրանք այս տարածքում վարում են դասական հիբրիդային պատերազմ։ Բայց ասում եմ, դա թողնենք մի կողմ։ Այս վստահ եմ, այս որ դուք կոմերսանտի այս հարցազրույցը ներկայացրեցիք, շուտով կլինեն տասնյակ նմանատիպ, ոչ թե տասնյակ, հարյուրավոր, հազարավոր նմանատիպ նյութեր, բայց այդ նյութերը դուք հիշեք, կային 2021 թվականից առաջ։ Ես Արգիշտի, քեզ հետ համաձայն եմ եւ նաեւ քեզ հետ համաձայն եմ որ տեսանկյունից մի հատ դրվագ կա, ռուսա իշխանական քարոզչամեքենան հաճախ օգտագործում է Matryoshka Telegram-յան ցանց հա, որ հիբրիդային պատերազմ է վարում Հայաստանում, ասում է Հայաստանի դեմ արվել է հրապարակում, որը ընթերցել է 27 միլիոն մարդ։ Ասում բայց Հայաստանում նախ այդքան մարդ չկա, մեկ, երկրորդը հաստատ Հայաստանում երևի մի տոկոսն էլ չգիտի այդ Matryoshka-ի տեղը կամ այդ Telegram-յան ալիքները։ Ռուսական այդ քարոզչական ազդեցությունը fake չի իրականում, որովհետև իրանք ինչ որ դիտումներ ունեն, բայց դա Հայաստանում ոչ մի օրակարգ չի ստեղծում։ Դե ոնց որ գիտեք ոնց է արևմտյան կառույցները փող են լվանում, հիմա սրանք էլ են փող լվանում։ Իհարկե fake է։ Եթե նման բաները fake չլներ, հիմա մենք նստած չենք վերհիշի Ուկրաինան, Մոլդովան եւ մնացած տարածքները։ Օրինակ վերջերս Աբխազիան հազիվ փոքր Աբխազիա հասկանում եք ընդամենը այնտեղ ապրում է մի 60 իրենց փողերով ապրող բացառապես 60,000 աբխազ 67 նո իրանք թիվը մի քիչ ավել են ներկայացնում, բայց վստահ եղեք, որ առավելագույնը այնտեղ ապրում է մի 60,000 աբխազ։ Նո իհարկե նաև այլ ազգեր կան, մի այդքան էլ հայ կա, մի քիչ ավել պակաս ռուս կա, վրացի մեկը կա, բայց խնդիրը դե պարզ է, մնացածը չեն խառնվում, աբխազների հետ էր խնդիրը։ Եվ այդ 60,000 աբխազը, որը այսքան տարի իրենց ձեր ասած իրանցից էր սնվում, ապրում, հայ կորսում էին դրանց նկատմամբ վերահսկողությունը։ Բա Հայաստանը, որը չունի ընդհանուր սահման, այստեղ մենք բոլորս տեղյակ ենք, չէ, ասենք Ռուսաստանի դեսպանատունը ինչ բոմժերի, քաղաքական բոմժերի հետ է աշխատում, իրերը կոչենք իրանց անուններով։ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը աշխատում է կատարյալ քաղաքական բոմժերի հետ, որոնց կարելի է այն աղբամանի վրայի կատու անվանել։ Ուղղակի զորացրված անգամ կատու են։ Մի մասը կարող է անգամ սատկել է, ուղղակի տեղյակ։ Այդ ընկել է աղբամանի մեջ սատկել է։ Այ դրանց հետ է աշխատում Ռուսաստանի դեսպանատունը։ Բա պարզ է հիմա ասենք գիտեք ֆիկտիվ ինչ որ արդյունքներ են այսպես ասած փորձում ֆիքսել։ Այդ նույն ձեր մատնանշած տելեգրամյան ալիքները ինչ մի տոկոս։ Թող հարցում անցկացեն ընդհանրապես տեսնեն Հայաստանում մեկը այդ տելեգրամյան ալիքների մասին տեղյակ է, թե տեղյակ չի։ Իրանց նեղ շրջապատից զատ։ Իրանք
կարդում են, իրանք ուրախանում են, իրանք դրա վրա փորձում են ինչ-որ ասենք վերլուծություն կառուցել։ Այդպիսի վերլուծություն, ասում եմ, կառուցել են 2018 թվականին։ Դրա համար այսպես Պուտինին բավականին անհարմար դրության մեջ դրեցին։ Ցարը Մի զանգում անգամ Սերժ Սարգսյանին զանգեց, հա, մի անգամ Կարապետյանին զանգեց, հա, հետո Նիկոլ Փաշինյանին։ հա, հասկանում եք։ Դրա արդյունքն է։ Ուղղակի եկեք տարանջատենք։ Հայաստանը կտուժի։ Իրանք սանկցիաներ Արգիշտի կարող ենք կկիրառեն։ ասել, որ Օրինակ նայեք 1920 թվականի հիշեք։ Այն ժամանակվա ղեկավարությունը, որը տապալել էր այդ բոլոր բանակցությունները եւ այլ պայմաններում Փարոք գնաց Եվրոպա ու Ամերիկա։ իրանք հասցրեցին Արաքսը հանգիստ, այսպես ասած, թաթիկով Ոնց որ արեցին փողել եւ հետները գնացին։ տարան։ Նու ըստ հայկական ֆոլկլորի նաեւ տարել են Որ Հայաստանը։ իրանք պնդում են, որ գետում կորցրել են Արաքսը անցնելուց։ Դե գիտեք ոնց է, եթե փողը տեղում չի, ուրեմն մեկը տարել է։ Ուրեմն մեկը Իսկ փողը կորցրել է։ տեղում չէր։ Հա, նայեք, իսկ ժողովուրդը մնաց, շարքայինները ենթարկվեցին դաժանագույն ռեպրեսիաների, չէ՞ նաև։ Դուք քանի ղեկավար կհիշեք առաջի հանրապետության, ում բռնել գնդակը հարել են։ Կարող է 1-2 բացառություն ինչ-որ լինել։ Ասենք Քաջազունին ինքը կամավոր էր մնացել, ընդ որում ռեպրեսիաների ենթարկվեց շատ ուշ։ Կարող ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանի եւ նաեւ այդ քո ասած էլիտաների 100 տարի առաջվա ուժեղ կողմներն է, որ իրանք պետական գործիչներ չէին ու իրենց կաշին փրկելու, իրենց քաղաքական մանր շահերը սպասարկելով պատրաստ են մատաղանել Հայաստանը։ Իրենց հետաքրքիր չի ինչքան մարդ կզոհվի, ինչքան կսպանվի, ինչ աղքատության մեջ կապրեն, Հայաստանի տարածքները ինչքան կկրճատվի։ Եվ սա իրական ներողություն, եւ սա իրականում ուժեղ կողմ է, որովհետեւ ասենք, տեսեք, ռուսական պետության կողմից մտածող մարդը ասում են լավ, երևի թե այնտեղ գործիչներ են, որոնք իրանց պետության համար ինչ-որ կարմիր գծեր ունեն, այ դրան սեղմենք, երևի հետ կկանգնեն։ Հե պարզմա չէ, այդպես մարդիկ չկան այստեղ։ Նայեք, Բորիս, սա այդտեղ է տարբերությունը պետական ազգային գործի եւ քաղաքական գործի միջեւ։ Ընդ որում ամբողջ աշխարհում է այդպես։ Պետական ազգային գործիչը, այո, առաջին հերթին մտածում է ազգի պետության մասին, ոչ թե իր անձնական կարիերայի։ Իսկ քաղաքական գործի համար իր քաղաքական կարիերան ամեն ինչից վեր է։ Մենք պետք է ֆիքսենք, որ Հայաստանի Հանրապետություն անկախությունից ի վեր մենք ունեցել ենք միմիայն քաղաքական գործիչներ, ունենք քաղաքական գործիչներ։ Հիմա լուծումը մենք ռուսների խնդիրը տեսնում ենք, մեր խնդիրը տեսնում ենք հիմա մենք որպես հասարակություն, չէ՞, մենք որպես հասարակ, լավ, դու, ես, մեր հերոստատողները մարդիկ ապրելու են, չէ՞, երկրում, ուզում են, լավ, գոնե ուզում են ապրել այս երկրում։ Մենք ունենք Ռուսաստան, որը ազդեցություն տեղեկատվական բան այդպես ազդեցություն չունի։ Ունենք արևմուտք, որը խելահեղ ազդեցություն ու ցանց ունի այստեղ։ Ունենք Նիկոլ Փաշինյան, որը պատրաստ է իր ընտանիքին անգամ զոհել, մենակ իր թոռը պահել։ Մենակ պետության մասին չի այստեղ խոսքը։ Եվ ունենք փաստորեն էլիտա մեծ մասամբ, որը չի տիրապետում իրավիճակին։ Աշխարհակաղակական, տարածաշրջանային, ժողովուրդը շվարած մեջտեղում կանգնած է։ Եթե դուք այսօր գլոբուսը պատտեք, դուք նմանատիպ այսպես բազմաթիվ երկրներ եւ դեպքեր կտեսնեք։ Վերցեք ողջ Աֆրիկան։ Բայց մենք այդ բազմաթիվ երկրներից հենց մենակ Հայաստանում ենք ապրում։ Դե գիտեք ոնց է, այսպես ասենք։ Դե Աֆրիկայի անունը շատ հետաքրքիր տվեցի, որովհետեւ մեր ժողովուրդը միշտ վստահ որ մենք շատ եվրոպական, այսպես մենք տեխնոլոգիական զարգացած ժողովուրդ ենք, գիտես, շխելացի ժողովուրդ ենք։ Ժողովուրդ էինք երևի, հիմա դու կարող ես քո ձեռը լինի iPhone, կարող ես քո ձեռը լինի, ասենք, ինտերնետ, բայց դու քո մտածելակերպով լինես աֆրիկյան ցեղախմբի ինչ-որ ներկայացուցիչ։ Այսօրվա դրությամբ հենց որ մենք նայում ենք քաղաքական մշակույթը։ Քաղաքական մշակույթով դու Շվեյցարիա ես։ Քաղաքական մշակույթով դու են աֆրիկյան են, հասկանում եք ոնց է, այն աֆրիկյան, ասիական, այն ցեղախումբն ես,
Հասկանում ես, որը ոչ դա ման գալիս, փրկիչ ոչ դերաման գալիս, որ փրկիչ ոչ դա ասենք խոսքի օրինակ, չգիտեմ, Տումբայում Տեսարցե այս քանոզարշով այս լրիվ բարի բունի մաստով իրանց աղջկա հղիության հարցով են անգամ Նիկոլ Փաշինյանը այո, հասկանում եք, դա նման բան դու կարող ես հանդիպել միմիայն Աֆրիկայում, մայրանալու հարցով, ոչ դա, հասկանում եք, ոչ դա Տումբայում բան անելով աֆրիկյան բանկը լուծի, արև կբերի, փրկիչներ, բաներ, դա աֆրիկյան, դուք գնացեք ասենք Շվեյցարիայի մշակույթը քաղաքական նայեք ասենք, այնտեղ դու կարող ես տեսնել ասենք նման ասենք, որ գնան ասեն ղեկավարից ինչ-որ պահանջներ դնեն, որ դու մեր փրկիչն ես, եթե մեկը ուրեմն Շվեյցարիայում Քարոզ Արշավի ժամանակ մոտենա տեխնացուին ասի դու մեր փրկիչն ես, տեխնացուն ինքը կզանգի հոգեբուժարան, կասի սրա հետ մի բան են չի։ Եկեք սրան արագ տարեք, քանի փորձանքի չի ռասվել, հասկանում եք, այստեղ տարածքում մի բան չի եղել։ Իսկ Նիկոլ Փաշինյանի մոտ հրճվան կա, չէ՞։ Ընդ որում ընդդիմադիրների այդ ճամբարում էլ է նույն վիճակը։ Այնտեղ ասում են փրկիչ ես ուրախությունից աշխարհը իրանցն է։ Դու Բորիս պատկերացնում ես, ասենք Շվեյցարիայի Ժան, չգիտեմ ինչ տեխնատուին, ասեն դու փրկիչ ես։ Աչքերը կլորացած կասես հոգեբուժարան եմ ընկել, ուր եմ ընկել ես, ինչ փրկիչ ես, ես տեխնատուն եմ։ Ես պետքա լուծեմ կոնկրետ խնդիրներ։ Սա իսկ նման բան դուք կարող եք հանդիպել Աֆրիկայում։ Այնտեղ այդ ցեղախմբերը, չէ, ոչտի մեջ տեսնում են փրկիչ, ոչտի մեջ տեսնում են ալֆա սամեցը, տենց հասկանում եք հայրացնող, մայրացնող կերպար հղի բանանով։ Մի մասը այդ ցեղախմբից սպասում է, որ իրանք կմայրացի, մյուս մասը կհայրացնի։ Դե բա այս վիճակն է։ Կապ չունի նա, որ ձեռը տայֆոն է, դու հագնվում ես եվրոպացու պես, կա մենտալիտետ, աշխարհահայաց, քաղաքական մշակույթ։ Դու չես կարողացել, չէ՞ քաղաքական մշակույթ ձևավոր։ Շվեյցարիայում մարդ մտքով չի անցնում, չէ՞, որ Իրան։ Նայ, նույնը կարող ես իհարկե Իրանում բերել։ Նու այնտեղ նույնը նայեք, ասենք ընտրություններում, դու լսել ես ընտրություններում, որ ասենք Իրանում ընտրություն է կեղծվել։ Անկախությունից ի վեր այս ժողովուրդը չի կարողացել մի հատ հարց լուծել։ Նույնն էլ հիմա է, ինչա Նիկոլ Փաշինյանը դա լուծել, հա։ Լավ, ասենք ինչքան կարա խափի, բոլորը չեն տեսնում, թե ինչ վարչական ռեսուրս է կիրառում։ Ինչքան ուզում է ինքը կլորացած աչքերով ասի, ես լուծել եմ այդ հարցը։ Բայց եթե դու լուծել ես վարչական ռեսուրսը, ո՞նց է ասած ֆռումը։ Ինչա մարդիկ չգիտեն, ասենք որ դու գնում ես, չգիտեմ ինչ հերավոր գյուղ, ընդհանրապես այլ տեղից բերված մարդիկ են քեզ շրջապատում։ Որոնք ուզում են հղիանալ, մայրանալ այդ բան։ Ասենք գնում ես Գորիս, Լեննականցին ինչ կապ ունի այդտեղ, ինքն իր ոտով հասել է։ Հետո ոստիկանությունը իրավապահ համակարգը այդպես էլ կար նախկինում, բայց շարունակում է մնալ օրվա իշխանության շտաբ ընտրությունների ժամանակ։ Ասածներս դա է։ Նախկինները ընդամենը իրանց կույսի պես դրա չէին ասում, որ գիտեք ազատ արձա, ամաչում էին, դե պարզա անում էին այդ բոլոր կեղտերը։ Իսա աչքերը կլորացած որևէ բան չունի արգելակ։ Ամեն ինչ կփորձի համոզել մարդկանց, որ սենց է։ Դրա համար պետք է հստակ հասկանալ մենք ինչ վիճակում ենք գտնվում։ Հասարակությունը, այս հասարակությունը դեռ չի ասել քաղաքական այդ մշակույթին։ Ու որևէ մեկը չի պայքարել դրա համար։ Նայեք, Սովետը ուներ բազմաթիվ արատներ, բայց Սովետի քաղաքացին ուրեմն անկախությունից հետո կարել էր հղկել եւ փորձել, այսպես ասած, առավել եւս Սովետի ժամանակ այլ մոդել էր, ընտրություն որպես այդպեսին չկար, դրա համար չգիտեին ինչ բանա կեղծելը։ Բայց արի խոստովանի, որ ընտրություն չկար, բայց լայն ներկայացվածություն կար, այսինքն հասարակության բոլոր շերտերն էլ ներկայացված էին։ Դա հենց այդ մոդելն էր, այո։ Դրա համար ինքը ավելի արդյունավետ էր աշխատում։ Նայեք, Սովետի ժամանակ ընտրություն չկար,
ուրեմն բռնապետական երկիր էր, բայց սոցիալական լիֆտերը աշխատում էին։ Նայեք, ընտրության հիմնական իմաստը նաև նա է, որ սոցիալական լիֆտերը աշխատեն։ Հայաստանում անկախությունից ի վեր, մինչ օրս, սոցիալական լիֆտերը չեն աշխատել։ Դա որոշակի փորձում է աշխատացնել Նիկոլ Փաշինյանը, բայց այլասերված ձևով։ Որը իրական սոցիալական լիֆտի աշխատեցում չի։ Նայեք, ինչն է սոցիալական լիֆտը, Բորիս։ Ասենք դու նայ, վերցնենք քո օրինակը, Բորիս։ Դու ծնվել ես այսինչ գյուղում, ուրեմն սովորել ես, եկել Երևանում աշխատում ես, ձգտող տղա ես, գլուխդ աշխատում է, ճիշտ է։ Դու փորձում ես քո խելքով առաջ գնալ։ Դու պետքա ունենաս այդ հնարավորությունը, եթե այդ ձգտումը ունես, խելք ունես, ձիրքը ունես, կարողանաս առաջ գնալ։ Հայաստանում անկախությունից ի վեր քո պես տղան տեղ չի ունեցել։ Նայենք, ասենք անկախությունից հետո մինչ օրս։ Մինչև հիմա մարդկանց հայրերը իրենց տղաների համար դռներ են բացում, հարցը, այսինքն սա բան է։ Նայենք քաղաքական դասը։ Ինչա, քեզնից խելացի են եղել, քեզնից ձգտող են եղել, քեզնից ավելի լայն աշխարհայացք են ունեցել, չէ։ Բայց դու չես կարողացել այդ առաջ գնալ այդ թռիչքանը, որտեղ սոցիալական լիֆտերը կանոնած են եղել։ Ու այն երկրում, որտեղ սոցիալական լիֆտերը չեն աշխատում, վերջում տեղի ունենում պայթյուն։ Ինչի, որովհետև քո պես լիքը տղաներ վերջում ասում են, եթե մենք չունենք նորմալ ձևով առաջ գնալու հնարավորություն, ուրեմն պետք է փորձենք հեղափոխական ձևով գնալ։ Ու տեղի ունեցել պայթյուն։ Ես միշտ ասել եմ, որ ուրեմն Հայաստանում վերջի վերջո լինելու է պայթյուն, ուղղակի իրական պայթյունը։ Ֆեյք պայթյունը։ Սերժ Սարգսյանը փոխարինեց ֆեյք պայթյունով։ Դա այլ բան։ Մանեն ցարեցին այդ մարդը նեղացավ ընտրություններին էլ չի մասնակցել։ Չէ, դա այլ բան է։ Դե ես բացատրել եմ, որ իրան պետք չի ընտրություններին մասնակցի։ Կկվի պես իր ձվերի տարբեր զամբյուղների մեջ կտեղավորի, դա իրան լրի բավարար է։ Դա էլ այլ պատմություն է, այսօր արի դրանից չխոսենք։ Վերադառնանք Պուտին Փաշինյան հանդիպմանը, մի դրվագ եղավ, որը Ռուսաստանի ներքին իրադարձություններին չհետևողների համար երևի ուղղակի բաներ Նիկոլ Փաշինյանը ասեց։ Ապրիլի 1-ով Ռուսաստանում սահմանափակվեց Տելեգրամի հասանելիությունը, սոցիալական այլ ցանցերի հասանելիությունը օրենքի ուժով։ Եվ Փաշինյանն ինչ ասաց, մեր երկիրը դեմոկրատական երկիր է, մեր երկրում սոցիալական ցանցերը գործում են լիարժեք։ Սա բան չէր, այսպես լկտի ու ձերսկի պահվածք չէր։ Ի վերջո դու խոսում ես, չէ՞ որ ինքն էր ասում, որ այլ տրամաչափի երկրի ղեկավարի հետ, որը քո երկրի վրա, առնվազն քո ժողովրդի վրա կարող է վատ ազդեցություն ունենալ իր գործողությունները քո ժողովրդի կյանքի, անվտանգության, սոցիալական ապահովության վրա։ Ինչի էսպես լկտի պահել։ Այ Բորիս, հետո պատասխանեմ քո հարցին։ Առաջինը, քանի որ Ռուսաստանը կոռումպացված երկիր է եւ տարբեր ձևերով հարցերը լուծում են, մինչեւ հիմա այդ ցանցերը աշխատում են։ Հա, դե հասկանալի, բայց դա օրենքով պիտի չաշխատի։ Հա, օրենքով հա դե առաջինը։ Մի խոսքով թղթի վրա չի աշխատում Տելեգրամը։ Թղթի վրա չի աշխատում Ռուսաստանը։ Նորից վերհիշենք, մի անգամ հենց որ Նիկոլ Փաշինյանը քիթը խցկեց Ադրբեջանի ներքին հարցերին, դա ինչի հանգեցրեց։ Դա հանգեցրեց դաշնամուրի պատերազմի։ Հենց որ Նիկոլ Փաշինյանը, հիշում եք, ընդ որում այդ հարցազրույցը այդպես էլ եթեր չգնաց, մենակ սպառնալիքները գնացին, իր եւ ԱԳՆ-ին, հիշում եք հայտնի հայտարարության, բայց դա անգամ առանց եթեր գնալու բավարար էր պատերազմի վերսկսման համար։ Նիկոլ Փաշինյանը հիմա կատարում է նույն այդ, ուրեմն ստեղծում է նույն այդ իրավիճակը։ Ընդ որում երևի, այսպես ասած, աշխարհագրություն վատ է սովորել, իրական աշխարհագրություն, ու
որտեղ իրական աշխարհագրություն սովորելու պարագայում ինքը կհասկանար, որ եթե Ադրբեջանից նման ծեծակ երել, ապա ինձ ծեծ կարա ուտել Ռուսաստանից։ Հենց որ դու քիթդ խցկում ես Որում ներողություն ինչեմ պնդում համաձայն ձեզ որ ասում եք քիթը խցկում ես ներքին գործերին ռուսական լիբերալ լրատվամիջոցները որոնք Եվրոպայում են գործում 2 օր է Փաշինյանն են ժողովրդի խոսքով ասած տրսնում թե բա տեսեք ինչ դաս տվեց Պուտինին որը դիկտատորական ռեժիմ է հաստատել իր երկրի ներսում ուղղակի ով հետևել է այդ Եվրոպայում գործող ալիքներին ում իրան գովել են վերջում շատ վատ ուրեմն ավարտ են ունեցել հիմա նույն ձևով այստեղ է Նիկոլ Փաշինյանը մոռանալով թե ինչի բերեց Ադրբեջանի ներս իր քիթը մտցնելը այսօրվա դրությամբ փորձում է իր քիթը մտցնել այդ Ռուսաստանի խիստ ներքին հարցերին ինչը կարող է ուղղակի ասում մենք արդեն քննարկեցինք դրա տուժողը կլինի Հայաստանի Հանրապետությունն ու հայ ժողովուրդը Ռուսաստանում խոպանչի հայերը Տես Արգիշտի մի անգամ էլ այդպիսի փորձ եղել է Փաշինյանի կողմից Ռուսաստանի ներքին գործերին միջամտել եւ դա եղել է պատերազմից առաջ եւ կարծում սա այդ դեպքը եւս պատերազմի ժամանակ Ռուսաստանի վարքագծի վրա ազդեցություն ունեցել է եթե հիշում ես Նավալնիին բերեցին հանրային հեռուստաընկերություն եւ խոսեցրին ռուսական իշխանությունների դեմ եւ Նավալնին սկսել էր շարք Խացիմ կակ Վարմենի հա իբր Նիկոլ Փաշինյանը փոխեց Հայաստանում, մենք էլ Ռուսաստանում փոխենք։ Հիշեք, որ դրանից դուք ճիշտ մատնանշեցիք, բայց դրանից առաջ էլ է եղել, երբ որ այս պատոհասը նոր էր եկել 2018-ին իշխանության եւ իր առաջի այցը Ռուսաստան, այնտեղ միտինգներ էր կազմակերպել։ Այո։ Այլ հարց որ դա հայ համայնքի ուրեմն մասնակցությամբ, բայց այդ հայ համայնքի ներկայացուցիչները ապրում են Ռուսաստանում եւ հանդիսանում էին մեծ մասամբ Ռուսաստանի քաղաքացիներ։ Եվ դա, այսպես ասենք, նայեք, դա չի կարող չանդրադառնալ Հիշում ես պատմական տեսանկյունից ինչ ավարտ ունեցավ Գոլդա Մեյերի այցը Ռուսաստան, որ Մոլոտովի կինը էլի հանրավակներ էր կազմակերպել Գոլդա Մեյերի համար, Իսրայելի վարչապետի համար, վերջում Սիբիրում սռոկ էր ադբիտ անում։ Դե շատ ճիշտ մատնանշեցիք, անկախ որ դա Մոլոտովի կինն էր, անգամ Մոլոտովը չկարողացավ իր կնոջը փրկել, որովհետև կան խաղի կանոններ, հստակ քաղաքական խաղի կանոններ։ Գնա միտինգ արա քո երկրում։ Կմտնես իմ տարածք, ուրեմն նույն ձևով կստանաս կոշտ պատասխան։ Հիմա կարող եք ասել բա Ռուսաստան։ Ռուսաստանը, այսպես ասած, իր քաշից ելնելով կարողանում է իրեն թույլ տալ։ Նույնը կարող թույլ տալիս ԱՄՆ-ն, ճիշտ է։ Նույնը թույլ տալիս Չինաստանը, Եվրոպական, Բրիտանիան։ Դու ունես այդ քաշը, բալա։ Մի հատ Ադրբեջանի հարց չլուծեցիր։ Մատեի թափ տալիս Ալիևի վրա, բարի լինեի ջախջախեի Ալիևին։ Ոչ թե այսօր դառնա այդ, այսպես ասած, հայկական ժողովրդական լեզվով ասած իր խազը։ Ջախջախեիդ, այտենց հոխորտացող էիդ, ջախջախեիդ։ Եթե հոխորտալուց հետո վերջում ապահովում ես քո երկրի պարտությունը ու ավելի, ասենք, մի ստորանում ես, քո համանadrությունն ես ուզում փոխես Ալիևի ասելով, ավելի լավ էր ոչ այդ հոխորտալը լիներ, ոչ էլ էս շան վարքագիծը իհարկե, բայց այդ է խնդիրը։ Հիմա այս հոխորտալու Պուտինին կերցնելու, այսպես ոնց են, չէ, Պողոսների մոտ տոնա։ Պողոսները մոռանում են 20 թվից առաջ էր իրանց մոտ նման ձևով տոն, որ էսա Ալիևի պորտը տեղը դրեց։ Պողոսներ ջան, արդյունքում նաև ձեր երեխաները պարկեցին եռաբլուրում։ Եթե դուք մինչ օրս դա չեք հասկացել,
Ուրեմն դրա համար էլ ասում եմ աֆրիկյան, այսպես ասած, մենտալիտետից հեռու չեք գնացել։ Արգիշտի գանք ընդդիմությանը, նաև եթերի մեր վերջի մասին։ Քո կարծիքով ընդդիմությունը, բոլոր մասնակիցները, քիչ թե շատ ազդեցություն ունեցող, գիտակցում են ինչ ճակատամարտ է մոտենում, նախընտրական տրամաբանության մեջ ճակատամարտ, հա, հասկանում են, որ պիտի ցանցային տրամաբանությամբ գործեն, պիտի պլան ունենան, ծրագիր ունենան եւ որ ամենակարևորն է պլան B ունենան, այսինքն ես հիմա որ նայում եմ ընդդիմության տարբեր թևերի հայտարարություններին, գնում ենք ընտրությունների, Նիկոլ Փաշինյանը պարտվում է, կոալիցիոն իշխանություն է ձևավորում։ Եվ որ Նիկոլ Փաշինյանը բռնեց ու թիվ նկարեց, ասեց 55% Նիկոլ Փաշինյան։ Այդտեղ արդեն պետքա լինի պլան B։ Բայց պլան B-ի համար էլ պետք են լուրջ ցանցային աշխատանք տարվեր, ակտորներ պիտի լինեն, հա։ Ես որոշ դեպքերում նայում եմ ընդդիմությանը, ոնց որ գիտեք Նիկոլ Փաշինյանի հետ ընդդիմության որոշ ուժեր Նիկոլ Փաշինյանի հետ կվադրոբերների մրցում են կպել, թե ով ավելի շատ կվադրոբեր կունենա, բայց կվադրոբերներով քաղաքական գործընթաց չես կարող, չի հաղթել։ Երբ որ իշխանությունը դու չես։ Ես անգամ չգիտի մարդ ինչ ասի։ Մեղմ գնահատականներ հարգելի արգիշտի։ Այ Բորիս, այն վիճակում, որում գտնվում է Նիկոլ Փաշինյանը, լուրջ քաղաքական պայքարի դեպքում ինչ կոալիցիա, ինչ բան, մի իրական ֆորց տղանել հերիք էր, որ ջախջախեր իրան։ Հասկանում ես։ Բայց հիշելով, որ նման վիճակում Նիկոլ Փաշինյանը գտնվում էր 2020 թվականի պատերազմից հետո, հենց որ իշխանությունը գցած էր փողոցում, եւ ընդդիմությունը անգամ ընդունակ չեղավ կռանալ եւ վերցնել, ավելի խայտառակ իրավիճակ կարող է տեղի ունենալ հիմա։ Հասկացի, նայ, հենց որ ընդ որում է արի մի անգամ դա բացատրեմ, հենց որ ես ասում եմ, որ դու ընտրություններով չես հաղթի Նիկոլ Փաշինյանին, բազմաթիվ հականիկոլական ինչ որ ասենք կվադրոբերներ, բազմա Կիվիրյանը կոչ է անում գործընթացներին չմասնակցել։ Կիվիրյանը ընդամենը բացատրում է, որ գրագետ ձևով պետք է գործես։ Այլ պարագայում հորտի պես գնալու ես, քվեարկելու ես, բայց Նիկոլ Փաշինյանը իր ուզած թիվը նկարի ապահովի։ Ոնց որ անկախությունից ի վեր բոլոր իշխանությունները արել են, բայց չգիտես ինչի մտածում են, որ իրանք արել են, Նիկոլը չի անի, Նիկոլը շատ ազնիվ է։ Այդտենց ես ասել եմ, նման գովասանք Նիկոլ Փաշինյանի հասցեին, երևի իրա տնեցիկ չեն ասում։ Ուրեմն այ Բորիս, քաղաքականությունը դա շատ խորքային հմտություններ է պահանջում։ Թե դու միտեղից ինչ կքաշես, միտեղից ինչ կբռնես, միտեղից ոնց, այսպես ասած, ինչ կանես, որ վերջում իշխանական բուրգը փլուզվի ու բուրգի ամենավերևի քարը ընկնի քո ոտերի տակ։ Դա հմտություն է, դա չեմ բացատրում, որովհետև եթե ես հիմա հատ-հատ բացատրեմ, ցանկացած իշխանություն, չէ, դրա դեմը կառնի։ Դա անում են։ Ոնց որ գիտես ոնց է, դու բացատրի հիմա, որ ասենք Բորիս, ես ասենք հիմա խիրուրգը ինձ քեզ բացատրի ոնց պետքա վիրահատել, մենք չենք կարա դա անել։ Ուղղակի պետք է վիրահատի։ Ուղղակի պետքա վիրահատի։ Հիմա քաղաքականությունն էլ սա է։ Դա բացատրելով չի։ Մեկ-մեկ կայանում են, ուրեմն ինձից պահանջում են բացատրի ոնց անենք հեղափոխություն։ Ուղիղ եթերում, հասկանում ես։ Պարտադիր քրեական գործընթաց նշանակես թե չէ։ Հասկանում ես, հա։ Ասենք այդ հայտարարողը անմեղսունակ է, ինքը դա անգամ չի հասել աֆրիկյան հետ տումբա-յումբա ցեղի մակարդակին։ Դա կամ անում են, կամ չեն անում։
Հրապարակային բացատրելը բերում է այլ հետևանքների։ Եթե ձեր ուղեղը այդքան չի հասնում, ուրեմն այն Հիմա լավ, իսկ գուցե ընդդիմադիր ուժերը պատրաստում են պլան B-ի, բայց հրապարակային չեն ասում, քո ասացի տրամաբանության մեջ։ Գիտեք ոնց է, եթե կան այդ պլան B-ն, C-ն, D-ն, թող կյանքի կոչեն։ Բայց վերջում չստացվի 2021 թվականից հետո, որ ընտրություններից հետո անգամ մի հատ բողոքի ակցիա չեղավ։ Հռչակեցին Նիկոլին ամենալեգիտիմ ղեկավար, հիմա էլ չգիտես ինչի վրա են վրդովում։ Եթե ունեն, թող կյանքի կոչեն անեն։ Կարող է ես ու դու իրան ձեռը Բայց բռնել, ասում ենք դրանք ասում են, բայց ընտրությունների պիտի գնանք, եթե Փաշինյանը փորձի կեղծել, այն օր գնացեք ով է ձեր ձեռը բռնել։ հիմա պիտի Ես երևար ասել եմ, իրանք ինչ պիտի նայ կան, անեն։ 100 անգամ բացատրել եմ, կա իշխանություն վերցնելու 3 տարբերակ։ Կարա լինել սինտեզ, ընտրություն, որը վերաճում է հեղափոխության։ Ընդունակ եք արեք, ով է ասում։ Ընդուն դա լավագույն ձևն է, որովհետև այդ ժամանակ դու հեղափոխությունը ընտրությունով լեգիտիմացնում ես, լուծում ես այդ լեգիտիմության խնդիրները։ Լավագույն ձևն է։ Նիկոլ Փաշինյանը ողջ օրը ասում է արեք հեղափոխություն։ Ինչի ասում, որտեվ ինքն էլ գիտի, որ ընտրություններով իրան չեն հաղթի։ Ասում է միակ ղեկավարն է, որ կոչ է անում արեք հեղափոխություն։ Բա պատուհասը կոչ է անում, դուք ձեզ դրել եք ձեր երազած տղու տեղ, արեք։ Այլ պարագայում, եթե իրանք պատկերացնում են, որ նայ, այս Բայց մարդիկ ակնհայտ է, չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը հանրության մեծ մասի աջակցություն չունի։ Մարդիկ ուղղակի, չգիտեմ, ինչ որ կոնկրետ զանգված կա իրեն աջակցող, դա չի աճելու, երևի թե չի էլ պակասի, իշխանությունը կփոխվի նոր երևի այդ մարդկանց մի մասը։ Դե գիտեք ոնց է, դա հիմնականում այն զանգվածն է, որը հենց որ հանրապետական իշխանությունը հանրապետականներ իշխանություն ողջ օրը Սերժ Սարգսյանի հետույքն էին լպստում։ Եթե կադրերով նայեք, այդ մարդիկ հիմա Նիկոլի հետույքն են լպստում։ Վաղ Բորիս ջան, դուք եղեք եթե ուզում ասեմ, դրանից մեծ չի, դա մեծամասնությունը չի։ Դե դա ակնհայտ է։ Հիմա լավ, ընտրական process-ը ոնց պիտի տարվեր, միջև լավ պլան B-ն։ Ինչ պիտի արվեր ինչ պիտի արվի ընտրական process-ում, որ հասկանալի լինի, որ այս ուժերը, ընդդիմադիր ուժերը իրավիճակը պետք է հասցնես մինչև ընտրությունները հեղափոխական պայթյունի։ Ընտրությունները ընդամենը դրա, այսպես ասած, ստարտը լինեն, բայց դու պետք է իրավիճակը արդեն հասցրած լինես, կացան այդքան էփես։ Իսկ փողոցը տակ պիտի լինի։ Հասկացի Թե փողոցով չի սա։ մի վարքյան նորից էլի բան անենք, նայ, հայկական վերջի տարիների իրականության մեջ իրանք մտածում են, որ ասենք փողոց, հենց որ ասում են փողոցային պայքար։ Ինչ են հասկանում մեր քաղաքական գործիչները, Բորիս։ Փողոցում հավաքվեն, իրանց ասենք այսպես ասած թլոշ լեզվով ինչ որ իրանց ելույթները լսեն, գնան տներով, ճիշտ է։ Իրական փողոցային լրիվ դառնա փողոցային պայքար։ Չէ, դա հա, մեկ էլ ասենք ինչ որ կարտոշկա, մի հատ պեջ դնեն, կարտոշկա ժարի տանեն, չգիտեմ ինչ ժարի տանեն, հասկանում ես։ Եթե մարդիկ չեն գալիս պարտոշկեն ուտելու իրանց սարքած, ուրեմն փողոցային պայքար չկա։ Ու զարմանում են, ասում են, քի արդյունք չի տալիս։ Գալիս են, չէ, այն մի մասն էլ ասում է, արա դե ղրգիկ տներով, բայց ինչ անեն, եթե ուրիշ բան չկա անելու, հասկանում ես։ Մեկը մեկին իրականում գտել են։ Նայ, փողոցային պայքարը դա կարա լինել հեղափոխության ինչ որ չնչին մասնիկ։ Եթե ինքը չի վերաճում այլ գործողությունների ու գործընթացների, մարդկանց տանել, բերել փողոց, իրանց հետ երթեր անել, ելույթներ ունենալ, հասկանում ես, դա լրիվ անիմաստ է։ Նայ, ուրեմն սրանք մնացել են անցյալի տակ, ինչ որ ֆիլմեր են նայել։ Ուրեմն Բորիս ջան, նայ, ուրեմն սրանից 100 տարի առաջ, մի քիչ էլ ավել, չկար ինտերնետ, ընդամենը մաքսիմում ասենք բան է թռուցիկներ էին ու իսկրա թերթներ, են հին հեղափոխականների առաջ մոտ, քանի որ ինտերնետ, հեռուստատեսություն, այլ կոմունիկացիաների աշխատ բան գործիքակաց չկար, մարդկանց հավաքում էին փողոցում,
Գտնում էին մի հատ բրանիվիկ, վրեն բարձրացում էին Լենինին կամ Տրոցկուն, որպիսի նրանք իրանց խոսքը Զանգվածային զանգվածային տեղեկատվություն տեղեկատվությամբ բացատրեն։ Այսօրվա ինտերնետի կոմունիկացիայի դարում դա արդեն լրիվ ավելորդ է։ Հավաքում էին բրանիվիկի վրա, բացատրում էին ինչ ամեն խումբը պետք է անի։ Դու կարաս այսօր ինտերնետով ցանցային այդ կոմունիկացիայով այդ հարցերը լուծես, պետք չի մարդկանց բերել։ Դու նորից բերում ես մարդկանց մի հատ ասենք Չ կլասի տխմար ելույթ ունենալու համար ընդամենը։ Դու լսել ես, որ մարդկանց բերեն այդտեղ գործողություն հրապարակեն, չէ, դա իմաստ չունի։ Սոցիալական ցանցում խփի բոլորը կիմանան։ Ինչ անել։ Facebook-ում, Telegram-ում, ճիշտ է, Բորիս։ Պլեջ կարտոշկեներ տունը կուտեն, կերած կգան։ Հիմա սրանք բերում են, որպիսի գիտես, ասում են երթ անենք։ Քայլենք, հա, քայլի, ասեք, կարաս Երևանի մի ծերից մյուս ծերը քայլես, այն մի ծերից այն մյուս ծերը քայլես, Աշտարակից Արտաշատ քայլես, Բեհրուց Գյումրի քայլես, հետո քայլեցիր։ Ասում են լավ չքայլեցինք։ Հետո էլ լավ քայլեցինք, չալոշուն չունեինք։ Մի հատ էլ չալոշուն են ճարում, դե ասում է երևի կարտոշկեն անորակ էր։ Այդ հայտի անեկդոտ ասում այնքան ռեցեպտ ունեմ։ Վերջում էլ ասենք, եթե ձմեռա կեսը հիվանդացած են ելնում, եթե ամառա կեսը արևահարված են ելնում, գնում են տներով մինչև հաջորդ սեզոնի բացվելը։ Բորի ջան, այս մարդիկ։ Չէ, համաձայն Քաղաքական տեխնոլոգիաներ կան, որ այսօր կարելի է օգտագործել։ Բորի ջան, դա քմտություն է։ Ոնց անել իշխանության բուրգը փլուզելու համար։ Որը ես պարզա ուղի եթերում բացատրելու որևէ ցանկություն չունեմ։ Որտեվ հաջորդ եթերը կլինի քնչականի։ Չէ, ոչ թե խնդիր ունեմ քնչականի հետ, Բորի ջան, ես 19 տարեկան մի տարի նստել եմ, ես խնդիր չունեմ դրա։ Հարցը նա է, որ գիտես ոնց է, եթե դու դուրակին իջորը չգիտի, ուրեմն վիրահատել, այտենց բառացի բացատրես, ինքը սկալպելի սեփական հետույքն է մտցնելու վերջ։ Մաքսիմում Կամ իրա կողմնակցին վարի տա, այդ հիվանդին փրթելու է, մեծեստրային, այսպես ասած, վերջում է սկալպելով ինքն իրան վարի տա։ Բոլորը մեղք են, ափսոս են։ Շնորհակալ եմ Արգիշտի, ես շեստում զրուցում եմ վերլուծաբան Արգիշտի Կիվիրանից, տեսություն կհանդիպենք։